Ալկոհոլը սարսափելի չարիք է։ Դեռևս Սողոմոն իմաստունն Աստվածաշնչում ասում էր, որ գինու չարաշահումը մղում է անառակության, հարբեցողությունը թշնամության է տանում եւ ով չարաշահում է սա, խելացի չէ։ Ալկոհոլի հոգեվոր վնասներից դեռ կհասցնենք խոսել։ Դե իսկ այն մասին, թե ինչպես է ալկոհոլը անդրադառնում ձեր մարմնի վրա, կպատմի մեզ մեր բժիշկը։ Այո, դուք ճիշտ եք, ամեն ինչը չափի մեջ է գեղեցիկ, այս արտահայտությունը հենց ալկոհոլի մասին է։ Քիչ քանակությամբ կարմիր գինին նույնիսկ օգտակար է մեր առողջությանը, սակայն մեծ քանակի ալկոհոլի օգտագործումը բերում է մի հիվանդության, որը ալկոհոլիզմն է, եւ շարքից հանում է մեր օրգանիզմը։ Տուժում են առաջին հերթին նյարդային համակարգը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, երիկամները, միզասեռական եւ վերարտադրողական համակարգը։ Մեծ քանակի ալկոհոլի օգտագործման հետևանքով առաջանում են անախորժ երևույթներ, ավտովթարներ, մարդիկ ընկնում են բարձրություններից, տեղի են ունենում կռիվներ, որոնք նույնպես բերում են առողջության վատ թարացման, վնասվածքների եւ նույնիսկ մահվան։ Լյարդի ցիրոզի համար մեկ մեղավորը ալկոհոլի չարաշահումն է։ Ալկոհոլը նաեւ սոցիալական խնդիր է, քանի որ ալկոհոլիզմով տառապող մարդիկ լինում են մերժված հասարակության կողմից, քանի որ նրանց օգնելու բոլոր երևույթները ավարտվում են մեծ խոսակցություններով։ Սիրելիներս, եթե դուք կամ ձեր հարազատները արդեն կանգնել եք այս ճանապարհի վրա, փորձեք հետ կանգնել, քանի որ այս պահին դուք կարող եք խմել ալկոհոլ, որովհետեւ կարող եք, իսկ հետո խմելու եք ալկոհոլ, որովհետեւ չեք կարողանալու հրաժարվել ալկոհոլից։ Առողջ եղեք։